Շնորհակալ եմ այսօր մեր ասուլիսը լուսաբանելու հրավեր ընդունելու համար։ Այսօր մեր մամուլի ասուլիսի համար տեղեկատվական առիթ է հանդիսացել իմնեմնիմի գործով Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 1 ամիսը։ Ճիշտ է, մի 3-4 օր ուշացմամբ ենք անում, 1 ամսվա հենց նոյեմբերի 13-ի դեկտեմբերի 13-ի դրությամբ չենք անում, պայմանավորված պարոն Բաբայանի եւ պարոն Մելիքյանի մասնագիտական գործունեությամբ ծանրաբեռնվածությամբ։ Մեր խոսելու հերթականությունը այսպես կխոսի իմնեմնիմի շինծուքրական գործով քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը, այնուհետև քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը, այնուհետև ես, Աստղիկ Մաթևոսյանը, Սանտիֆեքեմի գլխավոր խմբագիր եւ նաեւ Նարեկ Սամսոնյանի պաշտպանի կարգավիճակում, որից հետո կխոսի Նարեկ Սամսոնյանի կինը Լուսինե Առաքելյանը։ Դրանից հետո արդեն լրագրողները ազատ են տալ հարցեր։ Շնորհակալություն, խնդրեմ։ Խոսելու ենք կարճ ուտել ասել։ Հա, փորձել ենք խոսել հնարավորինս կարճ։ Նախ շնորհակալություն, որ եկել եք։ Ես ողջունում եմ ձեր խիզախությունը, որ այս հարկի տակ, այս գրասենյակում կարողացել եք հավաքվեք, այս տեխնիկայով, որովհետև, ինչպես գիտեք, վտանգը մեծ է, որ կարող է մի քանի րոպեից, օրինակ, գան քննչականից խուզարկեն տարածքը եւ ձեր այդ ամբողջ տեխնիկան, տեսախցիկները, հատկապես շտացիվները արգրավեն ու տանեն։ Հուսանք այդպիսի բան չի լինի, գոնե միջև ասուլիսի ավարտը։ Ես համոզված եմ, որ բոլորդ էլ շատ լավ հիշում եք, թե ինչպես սկսվեց այս պատմությունը։ Մելիքյանը այս պատմության անունը դրեց իմնեմնիմի 2, որովհետև առաջինը բոլորդ էլի հիշում եք։ Սկսվեց հետևյալով, նոյեմբերի 7-ին իմնեմնիմի եթերում 7 ժամից ավել տևող հարցազրույց էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հարցազրույցին հաջորդեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ որ նույնը իշխանության կողմից, իշխանության ներկայացուցիչների կողմից 24-ժամյա ռեժիմով անդադար գրառումներ, հրապարակային խոսք, ակնհայտ էր, որ հանձնարարված էր SMS-ով կամ այլ գործիքով, որ բոլորը պետք է ինչ-որ մի վատ բան ասեն սրա շուրջ։ Եվ այդ վատ բան ասողներից ամենավատը ստացվեց դուրս եկավ Ազգային ժողովի գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, ով շատ անշնորհք բառապաշարով մի գրառում արեց, որտեղ որ մեր ընկերներին շատ չեմ ուզում կրկնեմ, վիրավորական արտահայտությունով, անվանեց մեր ընկերներին։ Դրանի պատասխան հաջորդ թողարկման ժամանակ իմնեմնիմի, չեմ հիշում որ համարն էր թողարկումը, մի խոսքով, հաջորդ թողարկման ժամանակ տղաները պատասխանեցին այդ արտահայտությանը, ես վստահ կարող եմ ասել, որ համարժեք արձագանք էր, համարժեք պատասխան էր, եւ դրան հաջորդեց, ինչպես արդեն գիտեք, մամուլից էլ հետո տեղեկացաք, Ալեն Սիմոնյանի կողմից հանցագործության մասին հաղորդումը, որից անմիջապես հետո առանց որևէ վարքյան կորցնելու քննչական մարմինը ազգային անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանման հետ դիմակավորված այցելեցին Վազգենի եւ Նարեկի բնակարաններ խուզարկության նպատակով, իրականացրեցին խուզարկությունները, դրանից հետո, ինչպես գիտեք, եկան այս գրասենյակ, Անտիֆեյքի գրասենյակ, այստեղ էլ խուզարկեցին եւ շտատիվ առ շտատիվ հավաքեցին եւ տարան քննչական կոմիտե։ Ակնհայտ էր, որ սրա նպատակը շտատիվների երկրորդ նպատակը, այսպես ասած, այն էր, որ լրատվամիջոցը պարզապես գոյություն չունենա, չկարողանա իր գործունեությունը իրականացնել։ Դե արդեն, ինչպես նշեց Աստղիկը, արդեն 1 ամիսը լրացավ, ինչ տղաները գտնվում են կալանքի տակ։ Այս գործում մի շատ կարևոր առանձնահատկություն կա, որ ուզում եմ անպայման դրան միշտ ուշադրություն դարձնենք, որ մենք մի անգամ այս փորձության միջով, այսպես ասած, անցել ենք, իմնեմնիմի առաջի գործի ժամանակ, երբ որ էլի նույն մեղադրանքով, նույն հաղորդման շրջանակներում, գործը հարուցվեց, կալանավորվեցին, երկար դատական քննություն ընթացավ եւ ի վերջո արդարացվեցին տղաները։ Էլի մենք երեքով էինք պաշտպանություն իրականացնում եւ արդարացվեցին տղաները։ Եվ այս նոր գործով իմնեմնիմի 2-ում էլի բացարձակ նույն դերակատարներով, նույն քննիչներն են, նույն դատախազը եկան այս վերջի 1, 2, 3 հաղորդման ընթացքում հնչած արտահայտությունների վրա նույն process-ը նորից սկսեցին։ Չէ, ակնհայտ է, որ սա չէր կարող այսպես լինել, եթե դրա տակ չլիներ քաղաքական նպատակը, քաղաքական հետապնդումը։ Ու մի կարևոր բաներ եմ ուզում անպայման այստեղ նշեմ ու խնդրեմ, որ դա միշտ նկատի ունենաք, որից հետո խոսքը փոխանցեմ ընկերոջս, գործընկերոջս։ Իշխանությունը փորձ է կատարում անդադար հրապարակ նետել
թե իբր տղաները տվել են սեռական բնույթի հայհոյանքներ։ Մենք թե նախորդ դատական նիստում, թե դրանից հետո եւ թե հիմա պնդել ենք ու պնդում ենք, որ երբևէ եթերում չի հնչել սեռական բնույթի հայհոյանք եւ տղաները դա շատ լավ գիտակցում են, դրա վատ հետևանքներն են գիտակցում եւ երբևէ չի եղել ու ես վստահ եմ չի լինելու։ Եվ երկրորդը, որ փորձում է իշխանությունը հրապարակ նետել, դա այն է, թե իբր տղաները սպառնացել են ինչ-որ անձանց։ Օրինակ Ալեն Սիմոնյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ իշխանության ներկայացուցիչների։ Կրկնում եմ ու պնդում եմ, որ որևէ սպառնալիք երբևէ գոյություն չի ունեցել եւ դրա մասին է վկայում նաեւ սպառնալիք չլինելու քրական վարույթում դրա բացակայությունը, դրա վերաբերյալ որևէ հանգամանքի բացակայությունը։ Ես այսքանն էի ուզում ձեզ տեղեկացնել, եթե խոսքը կշարունակի գործընկերս Ռուբենը Մելիքյան։ Շնորհակալ եմ։ Այո, մեկ ամիսը շատ արագ անցավ, հələ մի բան էլ ավել, երբ այս նույն տեղում, որտեղ որ հիմա գտնվում են ձեր տեսախցիկները, քննիչներն էին աշխատում հերթով, որոշում էին, թե ինչն են թողնում, ինչն են տանում, իհարկե հիմնականում տանում են, այլ ոչ թե թողնում են, եւ իննեմնի երկու գործը արդեն այն գործերից է, որը հանրությանը շատ հայտնի է եւ ինչպես եւ իննեմնի առաջին գործը, այնպես էլ սա այն ցավոք սրտի սակավաթիվ գործերից է, որ նաեւ ստացել է միջազգային արձագանք։ Առաջին իսկ րոպեներից, եթե դուք հիշում եք, ես իմ գործընկերը շատ ակտիվ աշխատել ենք հանրության հետ, օգտագործելով տեխնիկական հնարավորությունները լայվերով, հարցազրույցներով եւ այլն, եւ կարմիր թելով մի բան էր անցնում, որ առաջին գործում դուք տեսաք, որ ուղղակի մեդիա գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ նման ակնհայտ ապօրինությունը բերելու է անգամ այս պայմաններում, երբ որ բացահայտ ձևով Հայաստանը Եվրամիությունից ինչ-որ հիբրիդային չեմ ինչերի դեմ իրականում ոնց որ թե կարելի ասել միջամտության դրսևորում է, խնդրում ինչ-որ ստանում է այդ միջամտությունը եւ այլն այս պայմաններում եվրոպացիները լուրջ այսպես արձագանքի կարծեք թե տեղ չեն թողնում նման դեպքերում, բայց անգամ այս պայմաններում մենք ունենում ենք նաեւ միջազգային արձագանքներ։ Իսկ առաջին դեպքով մենք ունեցանք ամենահեղինակավոր միջազգային կառույցներից շատ հստակ արձագանքներ, իդեպ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն գործընկերներին, որոնք որ իրենց անդուլ ջանքերով հասան դրան, ուզում եմ հատուկ նշեմ երկու կառույցների անունները, Հայաստանի ժուրնալիստների միության անունը եւ KIHK-ի անունը, որոնք երկուսն էլ ամենաակտիվ աշխատանքն են իրականացնում, որպեսզի այս տեղեկատվությունը տեղ հասնի, մյուսներից ներողություն եմ խնդրում, բայց ես երկուսին ուզում եմ հատուկ ընդգծեմ, եւ անցյալ անգամ ամենահեղինակավոր կառույցներից մենք ստացանք արձագանքներ։ Դա Freedom House-ներ, Amnesty International-ներ, Եվրոպայի լրագրողների ֆեդերացիան եւ մյուս ամեն հայտնի կազմակերպությունը միջազգային ոչ կառավարական հա ամենահեղինակավոր կառույցներից այնքան շատ են, որ նույնիսկ մոռանում ենք, որին հիշենք, որին թողնենք։ Եվ այս անգամ եւս մենք ունեցանք մի նոր կառույցից արձագանք, շատ կարևոր արձագանք, որը ի տարբերություն նախորդ անգամվա պաշտոնական կառույց է, այսինքն ինչքան էլ հեղինակավոր լինի, կարող է լինել պաշտոնական, ոչ պաշտոնական։ Եվրոպայի խորհրդի կառույց է, լրագրողների անվտանգության հարթակը, նոր երևույթ է, դրա համար մենք հատուկ այսօր անդրադարձ ենք անելու եւ իմ գործընկերը Աստղիկ Մաթեոսյանը իմ խոսքի ավարտից հետո ավելի մանրամասն կներկայացնի, թե ինչ է իրենից ներկայացնում այս հարթակը եւ ինչ է իրենից ներկայացնում այս արձագանքը։ Նորից ասեմ, դա այն պայմաններում, երբ այսպես ասենք, ֆոնը ամենևին բարենպաստ չէ, բայց որ բարենպաստ լիներ, ինչ կլիներ։ Ես ուզում եմ կարճ անդրադառնալ, թե ինչ խախտումների մասին է խոսքը։ Ես եվրոպական կոնվենցիան էի մտքով այսպես անցնում հոդվածներով եւ նկատեցի, որ եվրոպական կոնվենցիայի երևի համարյա հոդվածների կեսի խախտում մենք այստեղ ունենք։ Սկսենք ամենասկզբից 5-րդ հոդված, որը վերաբերում է անձի ազատության իրավունքին։ Ակնհայտ է, որ ոչ մի հիմք չկար անձանց ազատությունը սահմանափակելու համար։
մենք արդեն ունեցել ենք մեկ քրեական վարույթ, որով 2 ամիս կալանքից հետո տղաների նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց, մասնավորապես վարչական հսկողություն, եւ տղաները ամբողջությամբ պահպանել են դրա բոլոր պայմանները։ Հիշում եք, դա նաև արժեցավ նրանց երկար ժամանակ եթեր դուրս չգալը, բայց նրանք որևէ խախտում թույլ չեն տվել։ Հետևաբար, եթե արդեն մենք ունենք փորձ, որ այս խափանման միջոցը արդյունավետ է, ինչի պետք է ամենածայրահեղ խափանման միջոցը կիրառվեր։ Օրինակ, քաղաքի կենտրոնում մի քանի մարդ հարձակվում են, ըստ հավանաբար քրեական վարույթի նյութերի պետք է որ խուլիգանական նաև գործողություններ լինեն, հակառակ դեպքում խուլիգանության մեղադրանք չէր լինի, կոնկրետ Միրան Հակոբյանի դեպքն եմ օրինակ բերում, եւ դատարանը մերժում է այդպիսի խուլիգանություն, ենթադրյալ խուլիգանություն կատարած անձանց կալանքը կիրառում է շատ ավելի մեծ խափանման միջոցներ։ Այդ ոնց եղավ, որ այն դեպքում մերժվում է, այս դեպքում երբ որ եթերի մասին է խոսքը, երբ որ մեծ շատ մեղմ եմ արտահայտվում մեծ կասկած կա առհասարակ եթերով խուլիգանություն լինում է թե չի լինում, մարդկանց նկատմամբ կիրառվում է ամենախիստ խափանման միջոցը, այն էլ լրջագույն սահմանափակումներով, շփման սահմանափակումներով։ Եվ այսպես 5-րդ հոդված։ 6-րդ հոդվածից մի փոքր ընդամենը էպիզոդ հիշեցնեմ, երբ որ ես օրինակ հասա Նարեկենց տանը իրականացվող խոզարկությանը, ինձ ներս չթողեցին։ Ճիշտ է, սա ամենամեծ խախտումը չէ այս գործով, բայց այնուհանդերձ 6-րդ հոդվածի, այսինքն արդար դատաքննության իրավունքի, մասնավորապես պաշտպանի ներգրավման, պաշտպանի կողմից իր իրավաբանական գործառույթը իրականացնելու իրավունքի որոշակի խախտում է։ 7-րդ հոդված։ 7-րդ հոդվածը հաճախ չի, որ մենք վկայակոչում ենք, բայց դա շատ կարևոր է։ Հին սկզբունք կա, չկա հանցանք առանց օրենքի։ Nullum crimen sine lege իրավաբանները այս լատինական արտահայտությունն են անում։ Դա ձևակերպված է Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածում։ Դա մարդու ֆունդամենտալ իրավունքն է, որ եթե ինքը հանցանք չի կատարում, նրան հանցագործության համար նրա նկատմամբ վարույթ չիրականացնեն։ Էլ չեմ ասում իր ոչ հանցավոր արարքը չորակեն որպես հանցագործություն։ Մարդիկ իրականացնում են օրենքով թույլատրված, օրենքով չարգելված քաղաքական գործունեություն։ Բոլորս էլ գիտենք ինչ գործունեություն։ Իմ դեմնի մի ոդքասթը քայլ առ քայլ ժամանակի ընթացքում արդեն 3-րդ տարին է, չէ՞ ոնց որ թե սկսում շուտով։ 3-րդ տարին է։ Կամած առաջ գնաց եւ դրա արդյունքում մենք ունեցանք իրավիճակ, որ հանրությունը շատ լավ ճանաչում է, մարդկանց գործունեությունը բոլորի աչքի առաջ է։ Այդ օրինական գործունեության համար մարդկանց պատասխանատվության են կանչել։ Այն էլ այն դեպքում, հարգելի գործընկերներ, այն էլ այն դեպքում, երբ որ արդեն մենք ունենք ոչ թե պարզապես անմեղության կանխավարկածի երաշխիքը, այլ ունենք անգամ դատավճիռ, ճիշտ է օրինական ուժի մեջ չմտած, որը նույն արարքը որակել է որպես ոչ հանցավոր արարք։ Այս պայմաններում մենք ակնհայտորեն տեսնում ենք նաև այս սկզբունքի ոտնահարումը։ Հաջորդ հոդվածը, 8-րդ հոդված, անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ Ինչ իմաստ կար առավոտը ժամը 7-ին դիմակներով մտնել Նարեկենց եւ Վազգենենց տուն։ Երեխեքը այնտեղ պատրաստվում էին դպրոց գնալ եւ այլն, դրա մասին լուսին են ավելի շատ։ Սա լավ ինչ իմաստ կար։ Այդ իրավունքի նկատմամբ միջամտությունը որևէ բանով արդարացված էր թե ոչ։ Սա արդեն Եվրոպական կոնվենցիայի հաջորդ հոդվածն է։ 10-րդ հոդված, խոսքի ազատություն։ Հիմա տեսեք հերթով թվարկելով գնում եմ։ 10-րդ հոդված, այս ամեն ինչը ինչի համար էր արված, որպեսզի մարդկանց գործունեությունը դադարեցնեն։ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր որ դա ուղղակի թույլ չտվեցին։ Նաև իրենց ֆինանսական աջակցությամբ նրանով, որ այն ինչ որ տարել էին, անհրաժեշտը բերեցին եւ 2 օր հետո արդեն իննեմնիմի եթերում էր։ Այդ շտատիվները, այդ մնացածը եւ այլն։ Իդեպ վերադարձրել են մի մասը տեխնիկայի, շտատիվները վերադարձրել են, հա, ինչի եք մարդիկ ստուգեցին, տեսան։ Շտատիվները վերադարձրել են, ասեմ ձեզ, բայց ոչ ամբողջը չէ, ամենակարևորները չեն վերադարձրել, խոսքը վերաբերում է համակարգիչներին եւ այլն, այսինքն այն հատվածը, որ արդեն իսկ այսպես ասած փոխարինողները ձեռք էին բերվել, դրանք վերադարձրել են։ Ինչ ասենք, երևի թե լավ է, որ վերադարձվել են, բայց վատ է, որ տարվել էին առհասարակ։ Հաջորդը նույն խոսքի ազատության հետ կապված։ Լրատվամիջոցի գործունեության խաթարման դրսևորում ենք մենք համարում նաև բացարձակ անհիմն երկու այլ լրագրողների՝ Դավիթ Ֆիդանյանի եւ Իշխան Խոսրոյանի ձերբակալումը։
բացարձակ մեր համար այդպես էլ մնաց անհասկանալի, թե այս մարդկանց ինչի տարան, իշխանը 6 ժամ մնաց անազատության մեջ, Դավիթը 2.5, 50 ժամ, այսպես անազատության մեջ մնաց եւ կարծում ենք, որ դա նույնպես նպատակ էր հետապնդում դադարեցնել անտիֆեյքի գործունեությունը։ Եվ վերջապես 14-րդ հոդված, որը խտրականության արգելքն է։ Խտրականության այս ամեն ինչը կատարվում է խտրական ձևով։ Մենք չենք տեսել պրոիշխանական նման գործունեության մասով որևէ միջամտություն, քրեական հետապնդում, էլ չենք ասում մասկաներով ԱԱՑ-ի աշխատակիցները գնան։ Ես չեմ հասկանում, մեր երկրում ԱԱՑ-ն շատ կարևոր գործառույթներ ունի, որ պետք է իրականացվի։ Դրա համար է մեր հասարակության գիտակից հատվածը հարգանքով վերաբերվում այդ կառույցին, բայց մենք տեսնում ենք միտեղ գնում են պատարակի զերծման հարցով են զբաղվում, մյուս տեղը գալիս են շտատիվների տանելու կազմակերպման հարցով են զբաղվում, սա մեր համար անհասկանալի է։ Խաղաղության պայմանները նորմալ չեն։ Անգորսոր չմնան։ Դե չգիտեմ, գուցե նորմալ է։ Ես այսպես լավ միջազգային փորձին չեմ տիրապետում, բայց իմ կարծիքով ազգային անվտանգության ծառայությունը պետք է որ անվտանգային բնույթի մարտահրավերներով զբաղվի, որոնք որ կարծում եմ մեր երկրում շատ են։ Վերջում ընդհանրապես կուզենամ համեմատել իմնեմնիմի 1-ը եւ իմնեմնիմի 2-ը ցույց տալու համար, որ այս ընթացքում ցավոք սրտի մեր երկրում ռեպրեսիվ ապարատը շատ ավելի մեծ հնարավորություններ է ստացել ընդամենը 1 տարի 5 ամսվա ընթացքում։ Զուտ հայեմատության համար իմնեմնիմի 1 գործով մարդկանց տները ժամը 7-ին չգնացին։ Բնակարանի անձեռնմխելիությունը, անձնական ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, դրա նկատմամբ միջամտություն չեղավ։ Նույնիսկ այստեղ գալուց ոչ թե խոզարկությամբ էին եկել, այլ դեպքի վայրի զննությամբ էին եկել։ Մասկաներ եւ այլն եւ նման բաներ չկար։ Երկրորդը բանի այդ անտիֆեյքի գործունեության նկատմամբ միջամտություն չեղավ։ Լրագրողների մասով որևէ միջամտություն չեղավ։ Երրորդը եկեք այնուհանդերձ իրավիճակներն էլ քննարկենք։ Նախորդ անգամվանից հետո մենք նաև որոշակի հետևություններ էինք արել եւ օրինակ արդեն իսկ երկար ժամանակի բոլոր հաղորդումները սկսվում են շատ հստակ, միանշանակ, բավական տևական ծանուցումով, որ ուղղված է միջազգային ներողությունը, որ ուղղված է ունկնդիրներին, որ իմացեք, հնարավոր է, քանի որ սա ուղիղ եթեր է, որ ոչ նորմատիվային լեքսիկա է այստեղ լինի։ 18+ լեքսիկա է այստեղ լինի։ Նույն բանը ինչ որ օրինակ անում է հանրային հեռուստաընկերությունը, երբ որոշ ֆիլմերի մասով գրում է 18+։ Հիմա ներողություն, եթե այնտեղ ինչ որ մի ոչ նորմատիվային անպարկեշտ արտահայտություն հնչի, օրինակ ներողություն եմ խնդրում, 1000 ներողություն, խնդրում եմ սրտից թույլերը թող հեռանան, եթե հետույք բառը օրինակ հնչի։ Այդ մարդկանց ինչ պետք է գնաք դատեք, գրում են, չէ, 18+։ Հաջորդը տարբերակիչ առանձնահատկություն, անցյալ անգամ չէին սահմանափակել տղաների ուրեմն տեսակցությունների հնարավորություն։ Տեսակցությունների հնարավորությունները սահմանափակված է։ Միայն պաշտպաններ եւ մերձավոր ազգականներ, որը որ չէին, մերձավոր ազգականները սկզբունքորեն կարող են, բայց պաշտպանները չէին կարող։ Որևէ մեկ ազգային ժողովի падգամավորները, բազմաթիվ падգամավորներ են հետաքրքրվում, որ ցանկություն ունեն այցելեն, անցյալ անգամ այցելում են։ Բացառապես այն պատճառով է սահմանափակված, որ մարդիկ կտրվեն, չկարողանան իրենց այսպես շփումներ ունենալ, օրինակ ազգային ժողովի падգամավորների հետ։ Եվ նաև շնորհակալություն եմ հայտնում բոլոր այդ падգամավորներին, երկու ընդդիմադիր ֆրակցիաներից, որոնք որ անընդհատ հետաքրքրվում են, անդադ ասում են ինչ որ բան չփոխվեց, էլի չենք կարող գնալ, էլի չենք կարող գնալ, ցավոք սրտի դեռ գնալ չենք կարող։ Ամենավերջում ասեմ, որ մենք ստացանք հետաքրքիր արձագանք Եվրոպայի խորհրդից։ Սա էլ է տարբերություն։ Անցյալ անգամ երբ որ դիմումներ եղան նույն Եվրոպայի խորհրդին, որևէ պատասխան չստացանք։ Այս անգամ մենք ստացանք պատասխան։ Նամակ ուղարկեց Եվրոպայի միության պատվիրակության ղեկավարը, շնորհակալ ենք, որ նամակ ուղարկել են, այսինքն դա մենք համարում ենք ուշադրության նշան, որոշակի, եւ հույս ունենք, որ դա նաեւ նշանակում է, որ գիտեք, մենք քանի որ այնտեղ հիբրիդային հարցեր կան, մենք չենք կարող հրապարակավ ձեր հետ շփվել, բայց սա արժեքներ են, որոնցով մենք զբաղվում ենք եւ գուցե փակ դռների հետևում նաեւ այդ հարցը բարձրացնում են։ Բայց այն տեքստը, որ այդ նամակում կար, մեղմ ասած տարօրինակ էր։ Նշված էր, որ դա գիտեք ինչ, մենք չենք կարող զբաղվել նման հարցերով
այդ հարցերը մեր իրավասության, դա Հայաստանի ներքին գործն է, Հայաստանը այդ հարցերով թող զբաղվի։ Ես հիշողությունս թարմացնելու համար որոշեցի մի հատ հին, այսպես լրատվական նյութերը թերթել եւ տեսնել, թե ինչպես էր մինչեւ 2018 թիվը քաղաքական հայտարարություն, քաղաքական հայտարարություններ անում են։ Հանդիպումները չեմ ասում, որ անընդհատ այսպես այն մարդկանց հետ ովքեր որ ձերբակալվում են եւ այլն, անընդհատ հանդիպումներ լինում եւ դա հրապարակվում էր, այդքի չեմ էլ ասում, այդ չեմ ասում։ Քաղաքական բնույթի հայտարարություններ, որ պետությունում դու խախտում ես արել, որ այս ինչը սենց ես անում, նրան բռնել ես, այս ինչը սենց ես արել, այս ինչը նենց ես արել։ Անձամբ դեսպանը, անձամբ Եվրամիության դեսպանը գնում եւ մասնակցում էր դատերին։ Իսկ դա քաղաքական քայլ է, այնպես չի էլի, որ տենց այդ օրը դատարանի մոտով անցնում են, դա տենց չի լինում եւ որոշում են մտնել տեսնել ինչ կա դատարանում։ Ոչ, դա քաղաքական քայլ էր։ Բայց հիմա ինչը փոխվեց, արժեքները փոխվեցին։ Դե փոխվեց այն, որ այլևս բացահայտվեց, որ այդ արժեքները մեղմ ասած առաջնային կարևորություն չունեն եւ քաղաքական նպատակահարմարությունը ամեն ինչից վեր է։ Չէ՞ որ սա գուցե կարճաժամկետ էֆեկտ ունենա, բայց երկարաժամկետ կտրվածքով բոլոր այն մարդկանց համար, ովքեր տարիներ շարունակ ազնվորեն, այլ ոչ թե գրանտներով կամ աշխատավարձով կամ չգիտեմ ինչով, այդ արժեքներին հավատացել են, այդ մարդկանց վստահությունը, չգիտեմ, անվերադարձ կորավ, թե ինչ որ ձևով հնարավոր կլինի վերականգնել, որովհետև սա որևէ կերպ չի կարող համարվել արդար, ես այդ բառը օգտագործեմ։ Ու առհասարակ հիմնեմնի նկատմամբ էս հետապնդումը եւ արդարությունը ծայրահեղ տարբեր բևեռներում են գտնվում։ Սա ծայրահեղ անարդար վիճակ է։ Կներեք երկար խոսեցի այսքանը, խոսքս ուզում եմ փոխանցեմ Աստղիկ Մաթևոսյանին, որ Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակի մասին շատ կարճ ներկայացնի, որպես նոր կառույց, որից հետո արդեն Լուսինեն խոսի եւ ես ուզում եմ առիթը օգտագործնելով իմ չգիտեմ ոնց ավելի հիացմունքը արտահայտեմ, թե ինչքան այսպես քաջաբար Լուսինեն այս ամեն ինչին դիմագրավում է եւ կարևոր որոշում է կայացրել նաեւ հրապարակային խոսել եւ ես ուզում եմ որ սա հույս ունեմ սա նաեւ օրինակ կլինի մյուս քաղաքապետարների ընտանիքների անդամների համար, որտեղ այս պատմությունները պետք է հանրության սեփականությունը դառնան, այսքանը։ Շնորհակալություն, պարոն Մելիքյան։ Ես խոսելու եմ ոչ միայն որպես պաշտպան եւ որպես անտիֆեյքի խմբագիր, այլ պարզապես նաեւ որպես լրագրող, իրավաբան եւ քաղաքացի։ Ինչպես տեսնում եք, ես եւ մեր թիմը անտիֆեյքը հրաժարվել ենք համակերպվել Նարեկի եւ Վազգենի կալանավորման հետ եւ հրաժարվել ենք համակերպվել Հայաստանում խոսքի լրացման փորձի հետ։ Մենք թակում ենք հնարավոր բոլոր արևմտյան կառույցների դռները, միջազգային կառույցների դռները, տորպեդահարում ենք մեր նամակներով, նախորդային 40-ից ավելի նամակներ ենք ուղարկել միջազգային կազմակերպություններին եւ նաեւ աջակցություն մեր գործընկերների աջակցության շնորհիվ, մասնավորապես այս համատեքստում, ինչպես պարոն Մելիքյանը նշեց, ես էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ժուրնալիստների միությանը, նաեւ մեր գործընկեր լրագրողների եւ կառույցների աջակցության շնորհիվ մեր այսպես դռներ թակելը տեղ է հասել եւ Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակը հնչեցրել է առաջին մակարդակի կոչ ահազանգ, որը շատ լուրջ նշանակություն ունի, լուրջ այն առումով, երբ որ համար 1 կամ առաջին մակարդակի ահազանգ կոչ հնչեցվում է այն դեպքում, երբ վտանգ է սպառնում լրագրողի կյանքին, առողջությանը կամ մեդիայի գոյությանն առհասարակ։ Այսինքն նման հայտարարություններ եւ ահազանգեր հնչում են, երբ որ սպանվել է լրագրող, ֆիզիկական վնաս է կրել, նա կամ նրա ընտանիքի անդամները ենթարկվել են բռնության կամ պարզապես կա լրատվական միջոց, որը կանգնած է փակման վտանգի առաջ։ Եվ այս ահազանգը դրա մասին է։ Մասնավորապես դեկտեմբերի 11-ին Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակում հնչել է համար 1 մակարդակի ահազանգ կոչը Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի կալանավորման եւ անտիֆեյքի դեմ տեղի ունեցող գործընթացների մասին եւ նրանք դիմել են Հայաստանի իշխանություններին եւ պահանջել պարզաբանումներ հետեւյալի մասին, որ պետք է անհապաղ վերադարձնել անտիֆեյքի արգրավված տեխնիկան, պետք է վերանայել Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանավորման հիմքերը նրանց ազատ արձակելու նպատակով, պետք է հիմնավորել իրավական առումով հիմնավորել, թե ինչու է կիրառվել խուլիգանության հանցակազմը եւ պետք է հաշվետու լինեն Հայաստանում լրատվամիջոցների եւ խոսքի ազատության սահմանափակումների հետ կապված հարցերով։
Տեսնենք կառավարությունից արձագանք կլինի թե չէ, բայց միայն այն, որ Եվրոպայի խորհրդից համապատասխան կառույցից նման ահազանգ կոչ է հնչեցվել, արդեն խոսում է այն մասին, որ նրանք էլ նկատում են, որ Հայաստանում խոսքի դեմ տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որոնք պարզաբանման կարիք ունեն Հայաստանի իշխանությունների կողմից։ Մի քանի թվեր ձեզ համար հնչեցնեմ, որոնք հիմնավորում են ահազանգ կոչի հնչեցված մակարդակի կարևորությունը նաև մեզ համար։ 2015-ից 2025 թվականների ընթացքում Եվրոպայի խորհրդի լրագրողների համապատասխան կառույցից ընդամենը 23 ահազանգ է հնչեցվել, որից միայն 19 եղել է այս իշխանությունների օրոք։ Ընդ որում, այդ 23 ահազանգ կոչերից միայն 5-ն է եղել առաջին մակարդակի։ Եվ այդ 5-ից միայն մեկը Նարեկի եւ Վազգենի գործն է վերաբերվել կալանավորմանը։ Մնացած բոլոր դեպքերը եղել են լրատվամիջոցների փակման վտանգ, ինչ որ ֆիզիկական բռնություն եւ այլն։ Ապօրինի կալանավորման դեպք արձանագրվել է միայն Նարեկի եւ Վազգենի մասով։ Եվ սա ինքնին խոսուն փաստ է։ Սա նշանակում է, որ Հայաստանը շեղվում է այսպես իրենց աչքերով շեղվում է, մեզ համար ակնհայտ է, որ վաղուց շեղվել է ժողովրդավարական հունով ընթանալու ճանապարհից եւ սա այլևս չի խոսում ժողովրդավարության մասին։ Մենք գործ ունենք մի երկրի հետ, որը խոսքի ազատության, ԶԼՄ-ների ազատության, մեդիայի հարցում ունի լուրջ հետընթաց եւ այսօր Հայաստանը Եվրոպայի խորհրդի 46 անդամ երկրներից կալանավորված լրագրողների թվով 3-րդ տեղում է։ Սա ինքնին խոսուն փաստ է։ Եվ ինչպես գործընկերներս ներկայացրեցին, իրավական մանրամասների մեջ չեմ ուզում մտնել, միայն մի քանի բառով ուզում եմ ասել, որ այն ինչ որ նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի եւ Anti-Fake AM-ի դեմ, դա ուղիղ պատժիչ գործողություն է սուր քննադատական քաղաքական խոսք հնչեցնող անձանց եւ մեդիայի նկատմամբ, եւ սա գնահատականի պետք է արժանա, ինչպես միջազգային հանրության կողմից, այնպես էլ մեր գործընկերների կողմից։ Հակառակ պարագայում Ամեկ Պլյուսի լիցենզիայի զրկելու մասին կոկորտ պատրողի կողմից, այսպես ասած, եթե չլիներ մեր աջակիցների ֆինանսական ներդրումները, մենք փաստացի զրկվելու էինք մեր գործունեությունը ծավալելու հնարավորությունից, որտեղ այստեղից արգրավել էին ամեն ինչ։ Եթե չլիներ աջակիցների բանակ, ովքեր որ ներդրում արեցին եւ մեզ կարճ ժամանակում նվիրեցին տեխնիկա, որով մենք կարողացանք շարունակել, դա մոտավորապես 3-4 օրվա մասին է խոսքը։ 3-4 օր մենք հնարավորություն չենք ունեցել աշխատելու։ Փաստացի մենք փակման վտանգի առաջ էինք կանգնած։ Եվ եթե չլիներ այդ աջակցությունը, Հայաստանում մենք գործ ունենայինք Ամեկ Պլյուսին լիցենզիայից զրկելու մասին կոկորտ պատրողի օրոք փաստացի փակված ԶԼՄ-ի հետ, որը կարծում եմ աննախադեպ է առնվազն նաև այս իշխանությունների ժամանակ։ Մեղադրանքի աբսուրդի մասին գործընկերներս խոսեցին, չեմ ուզում կրկնվել, միայն ուզում եմ շեշտել, որ առնվազն Նարեկ Սամսոնյանի մասով հետույք բառի համար առաջադրվել է մեղադրանք, կիրառվել է կալանք, որը եւս աննախադեպ է եւ սա խոսում է մի բանի մասին, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ամբիոնից իշխանության ներկայացուցիչների կողմից այդքան հնչող հայհոյանքներին, լկտի բառապաշարին, բոլորը դուք առնչվել եք այդ բառապաշարի հետ, լուսաբանել եք, կրկնվել չեմ էլ պատրաստվում, չեմ էլ ցանկանում։ Բայց մի կողմից մենք ունենք իշխանություն, ովքեր ամենաբարձր հարթակներն, ամբիոններն օգտագործում են այդպիսի լեքսիկոնով խոսելու համար, մյուս կողմից ոդքասթում, որի նախաբանում ծանոթվում են մարդիկ, որ այստեղ հնարավոր է ոչ նորմատիվային լեքսիկոն եւ հնչում է հետույք բառը, կալանավորվում է ոդքասթի վարողը։ Եվ ինչի համար է ըստ մեզ այս ամենը կատարվում։ Սա այս գործը միայն Նարեկի եւ Վազգենի մասին չէ։ Սա ուղերձ է բոլոր լրագրողներին, բոլոր խմբագիրներին, բոլոր քննադատող քաղաքացիներին, որ երկար մտածեք քննադատելուց առաջ, որովհետեւ դուք եւս կարող եք լռեցվել, կարող եք ընդհուպ մինչեւ կալանավորվել։ Վերջում այս ամենի մեջ կա նաեւ մարդկային կտոր, ինչի մասին նաեւ պարոն Մելիքյանը խոսեց։ Արչևում նոր տարի է եւ Հայաստանի բանտերում կան կալանավորված քաղբանտարկյալներ, այդ թվում մեր կայքի հիմնադիր Նարեկը Սամսոնյան, իմնեմնի ոդքասթի վարող եւ համավարող Վազգենը Սաղաթելյան, ովքեր բանտում են ոչ թե բռնություն գործադրելու, ոչ թե մարդ սպանելու, ոչ թե սպառնալիքներ հնչեցնելու, այլ սուր քաղաքական քննադատության ենթարկելու համար։ Սա նաև պետք է դիտարկել այդ մարդկանց ընտանիքների տեսանկյունից, ովքեր որ հնարավոր է, որ նոր տարուն անցկացնեն բանտում միայն խոսք հնչեցնելու համար։ Այսքանը շնորհակալ եմ եւ խոսքը փոխանցեմ Նարեկ Սամսոնյանի կնոջը Լուսինե Առաքելյանին։ Լուսինեն խոսի նոր հարցերի Միկրոֆոնները տան Լուսինեի մոտ։
Շնորհակալ եմ նախ բոլորիցդ այս ընթացքում մեր կողքին լինելու, լուսաբանելու համար։ Ինձ միշտ ասում են ժպտում ես, շատ հանգիստ ես, չես նեղվում ընդհանրապես։ Ասեմ, որ 18 թվականից ինչ այս պատուհասներն եկան իշխանության, մենք գիտեինք, որ հասնելու է սրան։ Ու երբ որ Նարեկը որոշում էր, որ պետք է այս քաղաքական ոդկասթը վարի, որ պետք է չլռի, մենք արդեն գիտեինք, որ տարբերակներ մեկը գտնելու են իրենց լռեցնելու։ Ու դրա նախերգանքն եղավ նախորդ կալանավորումը, մեծ բանի մասին խոսում են, մանր մոներբերման ենթարկելները հաշվի չեմ առնում։ Կալանավորում, որ հնարավորինս պատժեն, նեղություն տան, ստիպեն դրանով, որ լավ մտածեն խոսելուց առաջ։ Ու ամենավատն է, որ իրենք փորձում են Նարեկին ու Վազգենին ներկայացնել որպես խուլիգաններ, որպես փողոցային մարդիկ, ովքեր որ խոսքի ազատությունն իրացնելու անվան տակ մարդկանց անհիմն վիրավորում են ու սենց բաներ, բայց այս իշխանություններին հատուկ է կեղտոտ հագուստով փողոց դուրս գալ ու դիմացինին ասել հագուստդ կեղտոտ է, սենց մեղմ օրինակով ասեմ ձեզ ասելիքս ու ինձ համար այս ընթացքում խոսել, ինչի նախորդ անգամ չխոսեցի, որովհետև այս անգամ իրենք ուղեցին իրենց նախորդ անգամվա թույլ տված սխալները, Նարեկենց տեսակցությունները փակեցին, հարցակում գործեցին անտիֆեյքի խմբագրության վրա, փորձեցին նեղել իշխանին Ֆիդանյան Դավիթին, փորձեցին զրկել տեխնիկայից, փորձեցին նենց անել, որ ըստ իրանց անտիֆեյքի խմբագրությունը վախը սրտներում անցկացնել, որ հեսամեզել են բռնելու, շատ ճղճի, բայց իրենց բնորոշ այս իշխանություններին բնորոշ գործելավոճ, որը որ ինձ ոչ զարմացնում է, ոչ նեղություն է պատճառում, ուղղակի ուզում եմ իմանամ ինչքան են սրանք կարողանալու սենց ձգեն ու ինչքան են դրսի կառույցները, մարդու իրավունքների պաշտպանությունը ստանձնած պետությունները, ոնց են շարունակելու սրանց հետ ձեռք սեղմել, սրանց հետ համագործակցել, սրանց ֆինանսապես աջակցել, անունը դնում են թե հիբրիդային պատերազմում աջակցում են այս իշխանություններին, չգիտեմ, իրանք այս իշխանություններին փողի համար մեռած իշխանություններին փող տալով փորձում են իրենց գործիքը սարքեն, իմ պատկերացումն է դա Ռուսաստանի դեմ, ու այդ ամեն ինչում ասում են հակառուսականությունն իրենց համար ավելի կարևոր է ու կարող են ցանկացած մեկին, ցանկացած լրագրողին պիտակավորեն, ասեն, որ նա ներկայացնես, Վազգենը Ռուսաստանի քաղաքացի է, ուրեմն հնարավոր է, որ կարող է ինքը ռուսական շպիոն լինի, ու սենց ստերով կարծում եմ, ես ինքս էլ եմ մամուլում հանդիպել տենց հրապարակումներ, որ ասում են, որ այս ամեն ինչին եվրոպացիները աչքը փակում են, որովհետև օգնում են ստեղի իշխանություններին պայքարել հակառուսականության դեմ։ Ասեմ, որ մեր տուն գալով չեն վախեցրել ինձ, չեն վախեցրել երեխեքին, փորձում էին հնարավորինս Նարեկին մեղավոր դարձնել այս իրավիճակում, որ քո պատճառով եկան կառավոտ երեխեքիդ օրը հարամարեցինք, տնեցիկիտ օրը հարամարեցինք, բայց չէ, այտենց չի, իրանք չեն հասել իրանց ուզածին, մենք ամեն ինչով աջակցում ենք Նարեկին, Նարեկի հետ ենք, երեխեքը ճիշտ է փոքր են, բայց ամեն ինչ գիտակցում են, իրանց համար պատիվ է, որ իրանց պապան վախկոտ չի, որ քննադատությունից չի վախենում, քննադայս իշխանություն, այսենց ավտորիտար իշխանություններին քննադատելուց չի վախենում, մենք հանգիստ ենք, մեր խիղճը հանգիստ է, մեր գլուխը բարձր է, ես մի անգամ առիթով ասել եմ, որ ես ստորագրել եմ և մինչև հիմա ստորագրում եմ Նարեկի ասած ցանկացած խոսքի տակ, որովհետև դա է արդար խոսքը, դա է ճիշտ խոսքը, դա է հաշվարկված խոսքը, որ դաշտում կան չէ, ընդդիմադիր մարդիկ, ովքեր որ հաշվարկներով են խոսում, որ հանգարց տեղ չթողնեն, որ իրանց դեմ մեկը ինչ-որ մի բան կարողանա ասի, կամ իրանց դեմ սարքի, կամ իրանց ուղարկի բանտ, չէ, ու ես միշտ ասում եմ, որ ես ու Նարեկը սկզբից գաղափարակիցներ ենք, հետո ամուսիններ ենք, ու գաղափարն է մեզ բերել միավորել իրար, ու ես առաջինը ինքս չէի հարգի Նարեկին, եթե Նարեկը վախենար,
օրինակի համար Ալենից կամ վախենար Նիկոլից կամ վախենար ինչ-որ մեկից, վախենար բանտ գնալուց ու դրա համար ասեր ապրեք դուք, եկեք ձեր ձեռքը սեղմեմ։ Չէ։ Ես շփտում եմ, որովհետև իմ շփիտի հետևում հպարտությունն է կախված, իմ գլուխը բարձր է։ Իսկ իրանք երբ որ շփտում են, իրանք շփիտի հետևում վախն է իրենց թաքնված։ Այդ է մեր տարբերությունը ու ես շատ շնորհակալ եմ բոլոր այն կառույցներին, ովքեր որ արձագանքել են, շատ շնորհակալ եմ ձեզ, լրագրողներ, որ մեր կողքին կանգնած եք, միշտ եղել եք, որ չեք համարում, որ տղաները խուլիգան են, ինչքան է իրանք իշխանությունները փորձում են ներկայացնել, որ ընտանիք չհարգող, ընտանիք մտնող, սեփական եսը չունեցող մարդիկ են, որ իրանք պետք է գնան, պատրվես ամեն ինչը պատժի միջոց է, արդարադատության իրականացում այստեղ չկա, այստեղ զուտ մանրախնդրություն է, ֆիզիկապես նեղություն տան, բանտ ուղարկեն, ազատատենչ մարդկանց, որ վախենան, փափկեն, կարծում եմ ոնց որ իրենք են մտածում, բայց չէ։ Ազատ խոսքը Հայաստանի Հանրապետությունում պետք է հնչի, քանի որ Հայաստանի Հանրապետությունում շարունակում են դեռ ապրելու գործել մարդիկ, ովքեր սիրում են իրենց երկիրը, ու դա նենց ասած խոսքեր չի, որ սիրեմ վաղը մյուս օր վեր կենամ փախնեմ երկրից, չէ։ Ովքեր սիրում են իրենց երկիրը, մինչև վերջ պատրաստ են պայքարել, ծովասեղանի վրա էլ հայտնվել, բայց պայքարել, որ մեր երկիրը շարունակի գոյություն ունենալ ու մեր Հայաստանի երրորդ հանրապետությունը պահպանվի, ոչ թե ստեղծվի 4-րդ հանրապետություն կամ Նիկոլի հանրապետություն, ոնց որ իրանք ուզում են անեն, կամ համերաշխության անվան տակ ընդամենը չեմ էլ հասկանում իրանք ինչ են անում։ Համերաշխության անվան տակ կասեմ մենակ երբ փող են աշխատում։ Իրանց դա հատուկ է, իրանք փողի համար եկել են, փողի համար մնում են ու չեն գնում։ Այսքանը։ Շնորհակալ եմ։ Մի հավելում ես անեմ, կապված Ազգենի հետ, նախ ասեմ, որ շատ լավ է, ամեն ինչ իր համար հասկանալի է, ի սկզբանե պարզ էր թե ինչ է լինելու, եւ մի նորություն, որ դեկտեմբերի 22-ին կհրապարակվի վերաքննիչ գրական դատարանի որոշումը մեր բողոքի հիման վրա Ազգենի կալանավորման առնչությամբ։ Նարեկի մասով էլ ամսի 18-ին կլինի Նարեկի մասով։ Երևի հարցերով։ Հա, երևի հարցերով։ Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ Եվրոպայի խորհրդի ծրագրողների հաղթակի տարածած հայտարարությունը ինչ ազդեցություն կարող է ունենալ այս գործընթացի վրա եւ նրանց պահանջը, որ տեղեկատվություն տրամադրի Քանի որ երբեմն մենք էլ ենք լսում ու հարցերը շատ չեն լսում, դրա համար փորձենք կարճ վերարտադրել, նոր պատասխանել, հարցը նրա մասին էր, թե ինչ դերակատարություն կունենա Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակի այս քննադատությունը չէ, արձագանքը, այսպես ասենք, այո։ Եվ արդյոք կառավարությունը իրեն սահմանված ժամկետում, եթե չեմ սխալվում, մինչև մարտ, չէ, կպատասխանի թե ոչ, երևի թե դուք ասես որպես այդ հարթակի մասնագետներ մենք։ Լավ, կարճ ես ասեմ, կպատասխանի թե չի պատասխանի, ես անկեղծ ասած այս արձագանքները դիտում եմ ոչ միայն եւ ոչ այնքան ֆորմալ իրավական տեսանկյունից, որ կա պարտականություն մինչև մարտը պատասխանել, այլ որպես մտածելու առիթ, այն որ հայտնի մեր սերունդը հիշեցնում, ինֆորմացիա ռազմышлению։ Ինչ անել։ Արդյոք շարունակել ես խայտարակ հետապնդումը, շարունակել խայտարակվել, թե փորձել օրինակ լուծումներ գտնել։ Ազատության իրավունքի մասով, քրեական հետապնդումը դադարեցնելու մասով, կտեսնենք։ Ամեն դեպքում ես չեմ բացառում նաև, որ սա լրացուցիչ գլխացավանքներ կբերի այս իշխանությունների համար, որոնք որ պետք է ասենք, որ ինչքան էլ չի երևում հրապարակային, այնուհանդերձ ես մի քիչ բացառում եմ, էլի, որ այդ մարդիկ, ովքեր որ տասնամյակներ շարունակ իրենց ողջ գործունեությունը կառուցել են արժեքների վրա հիմնված, ինչպես այդ մարդամեկը սիրում է ասել, արժեքահեն ձևով, հիմա մեկ էլ մի անգամից այդ 180 աշճանով փոխվել։ Դες չի լինում։ Դες չի լինում, ոնց էլ չլինի, հակ դռների հետևում սրա մասին կարծում եմ խոսեն։
ինչ որ հարցեր կբարձրացնեն։ Եվ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ մինչև մարտ ամիսը ենթադրում եմ, այս իշխանությունները պետք է փորձեն այնպես անել, որ ոչ թե պատասխանելու անհրաժեշտությունը լինի, այլ պատասխանեն, որ խնդիրը վերացվել է։ Ես կարծում եմ, որ այսպես մտածելը անիրատեսական չէ։ Այսքանը։ Կարելի է հարց։ Դուք ամեն դեպքում ասում եք, չէ, փաստն այն է, որ նույն հոդվածով նորից տղաները մեղադրվում են, նախորդ դեպքում այսպիսի սահմանափակումներ չէին եղել եւ այսպիսի բռնի ուժով, ընտանիքին այսպես ահաբեկելով, տեսարներ ապահովելով չեն տեղափոխել տղաների ձերբակալման վայր։ Ձեր կարծիքով այս ուժ գնանալու բաները, հա, դա ռեպրեսիա, եթե այսպես բնութագրենք, ինչով է դա պայմանավորված եւ երկրորդը չմոռանանք, որ մեր գործընկերներից մեկը ակնարկել էր, տեղեկացրել էր տղաներին ձերբակալելու իշխանական մտադրության մասին, որը իդեպ նախորդել էր Սերժ Սարգսյանի հարցազրույցին։ Այո։ Նախ ձեր կարծիքով ինչ էին ակնկալել, որ այդպես մի հատ հասկացրել էին, որ ձերբակալելու են, կամ արդյոք փորձել են կոմունիկացիայի մեջ մտնել տղաների հետ, արդյոք ինչ որ փորձել են պայմաններ առաջ քաշել, ինձ թվում է նաև Աստղիկ պատասխանի, որովհետև փաստ է, որ Ալենի հերթական արարը դա ամենավերջին արարն էր, որ հետագայում տղաները հայտնվեցին բանտում։ Եվ Աստղիկը ներողություն օգտվելով իրավունքից, Աստղիկը, որ գործընկերներին այսպես նրբորեն կոչել է անում, ինչ ակնկալիք կա գործընկերներից, որտեղ մի գործընկեր ես եմ եւ բոլորը այստեղ են, բոլորը չասենք, բայց մեծ մասն այստեղ են։ Ինչ է ակնկալվում, որ դուք այդպես ասում եք, պետք է հասկանաք, որ հաջորդը դուք եք։ Սկսեմ վերջից երևի։ Ես շատ շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, մեր բոլոր միջոցառումները ակտիվ լուսաբանվել են, բոլոր ակցիաները, բոլոր հայտարարությունները առանց բացառության բոլորին շնորհակալ եմ, ովքեր մեզ այս ընթացքում իրենց աջակցությունն են հայտնել։ Ակնկալիքս այն է, որ հնարավորության սահմաններում շարունակվի բարձրաձայնվել, որ Հայաստանում կան երկու կալանավորված մեդիա գործիչներ։ Հենց մենք դադար ենք խոսել սրա մասին, այդ մարդկանց թիվը ավելանալու է։ Սա այս մասով։ Ինչ վերաբերվում է այդ ձերբակալման քրեական գործի, նոր քրեական գործերի մասին մամուլում տարածված հայտարարությանը, մենք դրան ծանոթացել էինք, ընդ որում ասեմ, որ մեր նկատմամբ ճնշումները այնպես չի, որ այդ հայտարարությամբ սկսվեց, օրինակ այս քրեական գործով կավարտվի, չէ։ Անտիֆեյքի սկզբնավորման պահից անտիֆեյքի հետ կապված, Նարեկի քաղաքական ակտիվ գործունեության պահից Նարեկի հետ կապված, Վազգենի ակտիվ հանրային քաղաքական գործունեության հետ կապված, Վազգենի հետ կապված, այդ ռիսկը միշտ եղել է բանտարկվելու այս իշխանությունների կողմից։ Ռիսկը մենք ամեն օր ենք տեսնում, մենք էլ ենք զգում դա։ Բայց ինչով է դրսևորվում, օրինակ Վահե Մակարյանի միջոցով այդ ազդակը փոխանցելուց հետո այդ ռեպրեսիան ինչ որ ակնարկ, հաշվարկ Կարծում եմ լրագրողը ունեցել է ինֆորմացիա, հրապարակել է դրա մասին, բայց այն, որ կա այդ վտանգը ամեն վայրկյան, դա մեզ համար ոչ մի վայրկյան չի դադարել։ Դրանով է պայմանավորված նաև, որ մենք հատուկ այդ disclaimer-ը, որի մասին խոսեց պարոն Մելիքյանը, ծանոթությունը մշտապես podcast-ի վերջին մի քանի ամիսների ժամանակահատվածում հրապարակել ենք, ծանոթել ենք մարդկանց, որ հետո չգան ասեն, այսի արդեն խուլիգանություն չի, սպառնալիք է եւ այլն։ Այսինքն խոսքի հետ կապված, Նարեկին Վազգենին լրացնելու հետ կապված ցանկացած քրեական գործ կարող էր հարուցվել։ Դրանով էր պայմանավորված, որ Նարեկը, եթե թույլ կտակ, բացահայտեմ դա, չնայած եթերում էլ դրա մասին խոսվել է։ Միշտ եթերից առաջ քննարկում էր ունենում պարոն Մելիքյանի հետ։ Իրանք քննարկում էին տարբեր իրավաբանական թեմաներ, թե այս մեր խոսքը եթե սենց ասենք, դա ինչ հոդվածի տակ կտեղավորեն։ Այսինքն այնքան աբսուրդի աստիճանը մեծ է եղել եւ նախկին քրեական հետապնդումների դեպքում եւ վերջին կալանավորմամբ դրսևորված Իմնեմնիմի դեպքում եւ Իմնեմնիմի ես երկուսի դեպքում այնքան աբսուրդի աստիճանը մեծ է, որ տղաները դա հստակ գիտակցել են եւ հնարավորինս ամեն ինչ արել են զերծ մնալու տարատեսակ հետապնդումներին սենց օբյեկտիվ իրավական հիմքեր դնելու հնարավորությունից եւ իրենց խոսքում ամեն ինչ արել են, որպեսզի չլինի հերթական քրեական գործը, հերթական կալանավորումը, բայց այս խոսքը ինչպես Լուսինեն ասաց, այս իշխանությունը վախենում է խոսքից վախեցող
Իշխանություն է։ Ինչ վերաբերվում է խոսել, պայմանավորվել, բացառվում է նման բան, որ իրենցից կոնտակտ լիներ կամ տղաները որևէ ձևով կոնտակտի դուրս գան, դա պարզապես բացառվում է։ Ստեղից մշտապես հնչել է ամենասուր ծայրահեղ քննադատությունը, միշտ տղաները քննադատել են բոլոր այն գործիչներին հրապարակային, ովքեր որ ձեռք են սեղմել այս իշխանության ներկայացուցիչների հետ, եւ դա բացառվում է մեր դեպքում, որ որևէ օր դա հնարավոր կլինի իրականացնել։ Գուցե երբ որ Նիկոլ Փաշինյանը կալանավորված լինի ՀԿՀ-ներից մեկում եւ մենք իրեն տեսակցենք, այդ ժամանակ գուցե ձեռքը սեղմենք, հարցնենք, ինչպես էս, չգիտեմ, այն ժամանակ ինչ կարգավիճակ ունենամ, փաստաբան կլինեմ, չեմ լինի։ Ամեն դեպքում միայն այդ տարբերակով է երևի հնարավոր ձեռք սեղմում։ Բայց հարցը նրա մասին էր, թե օրինակ դրդապատճառները, հա, կալանքի, դա Սերժ Սարգսյանին ուրեմն եթեր տրամադրելն էր, նրան հարթակ տալն էր շփվելու, հա, թե իրականում քաղաքական պլանի մասը։ Կարելի է ենթադրել, որոնք հնչեցին։ հասկացա։ Մոռանանք մինչ այդ էլ իդեպ Պալեն ասել էր, որ նեղացել է, որ իրան կողին են մտել։ Ուրեմն նախորդ անգամ երբ որ քրեական գործ հարուցվեց, պարոն երրորդ նախագահի հետ չէր եղել հարցազրույց, այսինքն դա կարող էր պատրվակ լինել, բայց այն, որ իշխանության ներկայացուցիչները հիստերիկ նոպայի մեջ էին ընկել Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից հետո, դա էլ ակնհայտ է, ընդ որում ռեժիմի պարագլխի գլխավորությամբ, երբ որ 7 ժամանոց ոդքասթից րոպեներ անց սկսել էր Facebook-ում ստատուսներ գրել, չգիտեմ, արդեն թիվն էլ անհասկանալի է, թե քանի հատ։ Իհարկե դա հավանաբար իրանց ավելի սենց սրել էր, իրանց նյարդային վիճակները, երբ որ ստեղ հնչում է սուրբ քաղաքական քննադատություն, երբ որ ոդքասթի հարթակը բարձրանում է նոր լեվելի եւ հյուրընկալում է նախագահի, եւ երբ որ ոդքասթի ընթացքում հնչում են երրորդ նախագահի շուրթերից այնպիսի արտահայտություններ, որոնք բացահայտում են այս իշխանությունների դավաճանական կեցվածքն ու գործողությունները, իհարկե դա կարող էր առիթ հանդիսանալ այդ իրանց նոպայի մեջ ընկնելու հերթական դրսևորման համար։ Բայց դրանք ընդհանրապես ենթադրություններ են, որոնք կյանքի իրավունք ունեն, թե իրենց գլխում ինչա կատարվում, ոչ ոք չի կարող գուշակել։ Հետույքը ոչ մի կապ չունի։ Մի ասեք այդ բանը։ Մի ասեք։ Այս բաներ մի ասեք։ Ստեղ է Կանես տեխնիկան կտանը։ սա ուժախա։ Բայց ներողություն, ես կուզենայի շատ բարձ արձագանքել, ներողություն եմ խնդրում, ստեղ մի շատ կարևոր բան կա։ Իմ պատկերացմամբ խնդիրը նաև այն է, որ տղաները ցույց տվեցին, որ առաջի հիմնեմնի մի գործով իրենց նկատմամբ այս հետապնդումները ավելի մեծ լսարանի բերեցին։ Հիմա սա էր պատճառը, որ երկրորդ հիմնեմնիով պարզապես փակման ուղղված քայլեր կատարվեցին։ Իսկ ես տեսնում եմ նաև ինչու ոչ, ես էլ բարձրաձայն ասեմ, իմ ազնական կարծիքն է, չգիտեմ ով կիսում, ով չի կիսում, քաղաքական process-ներ են արժևում։ Իսկ ինչի այդ քաղաքական process-ներից առաջ վնաս չտալ, լրացնել, ինչ որ ժամանակով փակել մարդկանց, որոնք որ ունեն հանրային որոշակի լսարան, նրանց խոսքը շատերը լսում են, տեսնում են, որ համենայն դեպս այն ձևաչափը, որ ընտրված է ոդքասթին, որում լայվ ոդքասթի, իմ կարծիքով ընդդիմադիր սեգմենտում համենայն դեպս նման նորից ասեմ լայվ ոդքասթի նման համարժեք ես չեմ իմանում։ Այսինքն այս ամեն ինչը այն գործոններն են, որոնք որ վտանգավորի առաջի մակարդակի ոնց է ասում, առաջի մակարդակի վտանգի ինչ որ որոշում են երևի իրանք էլ կայացրել տղաների հետ կապված եւ ոդքասթի հետ կապված, հենց դա էր պատճառը, որ ակնհայտ էր, որ թիրախը ոչ միայն տղաներն են այս անգամ, այլև անտիֆեյքը, այլև իմնեմնիմին որպես տեղեկատվական հարթակ, ազատ խոսքի արտահայտման միջոցի տեղեկատվական հարթակ։ Այսքանը։ Իսկ ինչպես է գնահատում այն, որ բազմաթիվ ուղերձներ, նամակներ, հղեցիք եւ միջազգային կառույցների եւ քաղաքական իրավապաշտպանական կառույցների նկատի ունեմ եւ ըստ էության որևէ արձագանք չեղավ։ Չէ, արձագանք եղավ, մենք արձագանքների մասին խոսեցինք, եթե խոսքը վերաբերում է ավելի լայն արձագանքին, ապա երկու բան ասեմ։ Առաջինը այդքան արագ չի լինում արձագանքները, անցյալ անգամ էլ մենք հիշում ենք, որ 2 ամիս հետո, 3 ամիս հետո հիմնական արձագանքները ավելի ուշ էին, սկզբնական փուլում չէ։ Եվ նախ արձագանքներ վստահ ենք, որ լինելու են, որտեվ սա նաև
Սա նաև շատ ներողություն անարգանքի է այն կառույցների նկատմամբ, այդ հեղինակավոր կառույցների նկատմամբ, որ ասում են, որ ժողովուրդ այն ինչի մեջ դուք մեղադրում եք այս մարդկանց, դա հանցագործություն լինել չի կարող, վերջակետ։ Եվ հիմա նորից նույն բանի մեջ են մեղադրում, այն էլ այն պայմաններում, երբ որ տղաները մի քայլ առաջ են գնացել, այսպես ասենք, իրավական հիգիենայի առումով այդ արտահայտությունը օգտագործեմ, օրինակ սկզբնական հատվածում այդ disclaimer-ներ գնում, օրինակ նրանք խորհրդակցում են իրենց ընկերների, իրենց քավորների եւ փաստաբանների հետ եւ որպեսզի ինչ որ ձևակերպումներ, ինչ որ եւ այլն հնարավորինս այդ հիգիենան, այսպես ասենք, ավելի շատ պահվեր։ Բայց այդ պայմաններում դա անարգանք չի, նույն Freedom House-ի նկատմամբ, նույն Amnesty International-ի նկատմամբ, բայց ինչա որ անարգանք չի։ Ես վստահ եմ, որ լինելու արձագանք եւ կարծում եմ ավելի խիստ է լինելու արձագանքը։ Բայց այս իշխանությունները կարծում եմ հաշվարկային էր, որ դե մենք եվրոպացիների հետ այդ հիբրիդային չեմ անում ինչ, ես լավ չեմ պատկերացնում, այդ հիբրիդային թեմաներով լեզու են գտել, ուրեմն աշները կփակեն։ Կարծում եմ նրանք սխալվում են այս հարցում։ Իշխանությունները սխալվում են, վստահ ենք, որ արձագանք արդեն կա եւ լինելու է։ Իրավական առումով, որպես իրավունքի մասնագետ կբացատրեք, հազար ներողություն, ցիտում եմ Փաշինյանին, կշինենք ընդդիմությանը եւ հեսա բոլորից վզից կբռնենք եսի, որ կգցենք պատվալներ, ազգային պատվալներ եւ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը։ Սրանք հետույք բառի հետ սենց մի հորիզոն իրա կարող են եւ իրանք ավելի գերդոզավորած չեն, որպես հայհոյան, որպես խուլիգանություն։ Չգիտեմ, ինձ թվում է դա Մաշտոցյան, Ոսկեղենիկ, հայերենի ձևակերպումներ դուք նոր ասացիք, ի՞նչ եք ուզում։ Ու հետույք չի ասել այդ մարդին։ Ես չգիտեմ, ինչ եք այդ մարդուն մեղադրում։ Տեսեք, անդրադառնալով միջազգային կառույցներին, իսկ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ինչ որ համարժեք Որտեղից։ Որտեղից։ Դե կա ամենայն Ուրիշ հարցեր։ Չէ, այս հարցին լուրջ պատասխանելը դժվար է, էլի, որտեղ մենք անկեղծորեն ես մեկ-մեկ մոռանում եմ, որ այդպեսի կառույց։ Ամենայն անկեղծությամբ, էլի, ինչ որ բան է լինում, ասում եմ, ինչ որ մեկի հիշեցնում է, ինչ որ աղոտ հիշում է, ոնց որ տենց մի բան կար, էլի։ Հայաստանի Հանրապետությունում խոսել մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ գործունեության մասին նման հարցերով, դա ուղղակի նշանակում է չպատկերացնել ինչ վիճակի է Հայաստանում եւ ինչով է զբաղվում մարդու իրավունքների պաշտպանը։ Նա կարող է արդյունավետ է զբաղվում, կներեք այս ձևակերպում օգտագործեմ, աշխարհ գործերով եւ ռեժիմի ներկայացուցիչներին պաշտպանելու, ինչ որ չգիտեմ, փաստաբաններին քննադատելու հարցում, այդտեղ հա, նա այտենց ինչ որ հայտարարություններ է անում եւ այլն, բայց այս մասով հանուն արդարության ասենք մի երկու անգամ զարմացրել է որոշ դեպքերում, չգիտեմ, բայց դա լինում է հազվադեպ եւ կարծում եմ բացառություն է։ Այս դեպքով եւս որևէ արձագանք չկա, արձագանքը պետք է լիներ 5 րոպե հետո, դեռ այն ժամանակ, երբ որ ես լայվում եի եւ իմ առջեւ դուրը չէին բացում։ Դեռ այդ ժամանակ պետք է լիներ, այդքան արագ պետք է լիներ, որտեղ սա ուղղակի խայտարակություն էր։ Արձագանք չենք ակնկալում, չենք էլ փորձում արձագանք ստանալ, դա իր մարդու իրավունքների պաշտպանի պատվի հարցն է, այս հարցով արձագանքելը, մենք չենք էլ դիմել ենք իրեն։ Ոչ։ Չենք դիմել, չենք էլ պատվաստել դիմել։ Նույնիսկ խոզարկության չէին թողնում, բայց միևնույնն է, եթե ուրիշ դեպքերում կդիմեին թեժգից արագ արձագանքում, այս դեպքում ընդհանրապես ոչինչ չեն կարել, ուղղակի այդպես այդպես սպասել ենք, մինչև խոզարկությունը ավարտվի։ Իր խնդիրը։ Որովհետև նաև վստահ ենք, որ դիմենք էլ արդյունք չէր լինելու, որովհետև ինքը եթե նույնիսկ փորձեր ինչ-որ քայլ անել, իրան էլ ուղղակի հաշվի չէին առնելու։ Իսկ վերաքննիչ դատարանից ինչ ակնկալվում երկուսի դեպքում։ Ցանկացած դեպքում, երբ որ մենք ունենում ենք բողոքներ վերաքննիչ դատարանում, մենք միշտ ասում ենք, որ ակնկալում ենք, որ մեր բողոքները բավարարվեն։ Այս կոնկրետ դեպքում, անկեղծ ասած, ես մի քիչ դժվար եմ պատկերացնում այս պայմաններում, չգիտեմ, Մասիս Մելքոնյանը կամ մեր դեպքում ասեմ, մի խոսքով Մասիս Մելքոնյանի մակարդակի դատավորներ պետք է լինեն, էլի, որ չգիտեմ, ես հիմա ուզում եմ ընդհանրապես այս հարցով սրանով սահմանափակվեմ, այսինքն այս պատասխանը, որտեղ մենք ունենք մոտակա օրերս պետք է լինեն որոշումները եւ ես դժվար եմ պատկերացնում, որպես իրավաբան ասեմ, դժվար եմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր ստորագրել
մի որոշում, որով որ այսքան ակնհայտ ապօրինություններ են տեղի ունեցել եւ մարդը շարունակի մնալ անազատության մեջ։ Ես դժվար եմ պատկերացնում, բայց ասեմ, որ եղել են դեպքեր, որ էլի դժվար են պատկերացնել, բայց տեսել եմ, հետևից։ Միանշանակ է, որ այս գործը նախորդ գործի պես դատապարտված է Վազգենի եւ Նարեկի դեմ, մտածում եք հարկտել հայցով իրավունքների նյութական բարոյական վնասի հայցով իշխանություններ կոմիտեներ Պարզ է մեր դատական համակարգից ալիքալիք չուներ, գոնե հասնենք մարդու Գիտեք, այս հարցով ես նաև կարևոր փաստել ասենք, որը շատ այսպես մեծ դեր ունի նաև այս հարցում, Ալեն Սիմոնյանը ոչ միայն հանցագործության մասին հաղորդում է տվել, այլև տղաների դեմ հայց է ներկայացրել։ Բանտում նստած մարդկանց դեմ հայց է ներկայացրել։ Դատարան նաև գույքային պահանջներ ներկայացնելով վիրավորանքի զրպարտության համար։ Քաղաքացիական դատարան եւ հիմա հայցը քննվում է։ Նաև հայցի ապահովման միջոց էր կիրառվել, դատարանը որոշել էր, որ իրավունք չկա հեռացնելու այդ նյութը, ինչի պետք է հեռացնեին, մի քիչ դժվար է պատկերացնել, որը ըստ Ալեն Սիմոնյանի իրեն վիրավորում եւ զրպարտում են, ըստ Ալեն Սիմոնյանի, բայց կար նաև գույքային պահանջ 2 միլիոն դրամ, չէ՞, չեմ սխալվում։ 1 միլիոն եւ դատական ծախսեր ասում են։ Հա, փող դա իրանց համար կարևորն է, 1 միլիոն դրամ եւ դատական ծախսեր Նարեկի մասով։ Չէ, բայց այդտեղ մի կարևոր բան կա։ Մենք Նարեկը հայտարարել էր, որ ես Ալենին չեմ պատրաստվում դատի տալ, դա իրենց մեթոդն է, ես չեմ պատրաստվում դատի տալ, եւ երբ որ եղավ հայցը, մենք խոսեցինք, ասեցինք լավ, դե հիմա այս պայմաններում դատի տվողը ինքն է եղել, իսկ գուցե հակընդդեմ հայց ներկայացնենք, էլի Նարեկը ասացիմ սկզբունքային մոտեցումն է, որ ես հակընդդեմ հայց չեմ, այո, պաշտպանվենք, բայց հակընդդեմ հայց չենք ներկայացնի, սա է կոնկրետ Նարեկի մոտեցումը, նաև Վազգենի մոտեցումը, չէ, որքան հասկացա նույնն է եղել, որ իսկ այստեղ ես ուղղակի կարծում եմ որևէ բան չկար էլի, որտեվ ակնհայտ է, որ առաջի քայլ անողը եղել է Ալենը։ Իրենք Ալենին երկար ժամանակ չէին անդրադառնում Ալենին առհասարակ, եւ Ալենը անդրադարձավ իրենց ու շատ վատ ձևով վիրավորեց։ Հիմա եթե մեկը մեկին վիրավորում է եւ պատասխան է ստանում, ընդ որում մի տղաների ոճերը տարբեր են, բայց ամեն դեպքում տենց մեծ հարց է դա համարժեք էր, թե մի քիչ էլ ավելի ցածր մակարդակի պատասխան էր, այո։ Եվ այդ ոնց է ստացվում, որ դու ինչ որ բան ես ասում, պատասխան ես ստանում, վազում ես, գնում ես դատի ես տալի։ Արդար չի ոչ մի կերպ, էլի ոչ մի համակարգ։ ՀԱԾ-ին ես ուղղակի։ Դե ՀԱԾ-ին դրա մասին, հա, ՀԱԾ-ի ես ուղղակի հələ մի հատ էլ դատի ես տալի։ Սա ոչ մի կերպ։ Եվ դրա համար էլ Ալենը դրա, այսպես ասած, պտուղները ճաշակում է։ Օրինակ երեք ես մեր շատ սիրված դերասաններից մեկի արձագանքն էի նայում Ալենի մեկ այլ անշնորհքությանը, Լևոն Հարությունյանի, հա, եւ այնտեղ էլ այդ ասում է հղում էր անում, այսպես ոչ անվանական, նաեւ այս, այսինքն Ալենը միշտ այս հղումը ստանալու է, որտեվ իր արածը ոչ մի բարոյական համակարգում, ոչ մի օրենքով, գրված օրենքով, չգրված օրենքով, չգիտեմ, ոչ մի օրենքով հարգանքի արժանի լինել չի կարող։ Ոչ մի չկա այդպիսի բան։ Նույնիսկ այն կներեք մարդակերների օրենքով սա չի կարող հարգանքի արժանի լինի, այն որոնք որ ասենք ամենայն ցածր մակարդակի կանգնած չկա համակարգ, որտեղ որ Ալենի արածը բազաչափ անգամ հարգանքի արժանի։ Իսկան։ Անկամ այն ժամանակ, երբ որ Ալենի եղբոր կնոջն էին կալանքի տալի, այդ ժամանակ տղաները խոսեցին ու իրենց աջակցությունը ցույց տվեցին, այդ աբսուրդի մասին է խոսեցին, բայց մարդիկ, քանի որ ինքնասիրություն կարծում եմ չունեն, իրանց համար երևի իշխանություններին ծառայել մի լավ բան անեն, որ Նիկոլն իրանց ասի ապրես, գնան դիմում գրեն, որ ածնտես դուրս եկավ, որ տենց թևերը հետևը ոլորած տանում էին, գնացել ենք դու ունես ենք արեն, ինձ թվում է այդ ամեն ինչը մենակ, որտեղ իրանք էլ էին իրանց նկարահանողին բերել, կարծում եմ դա միշտ են անում, թե այս անգամ էր տենց եղել։ Ձեր մոտ։ Հա, որ իրանք իրանց նկարողին բերել էին հետները, այդ ամեն ինչ վիդեո նկարում են։ Հա։ Ձեր տանը ինչ էին փաստորեն խոզարկելուց, շատ երկար։ Հետույք բառը։ Երեխեքի հեռախոսները, երեխեքի iPad-ներն էլ
վերցինեց ճիշտ ասած չգիտեմ ինչ Չէ, բայց չվերցրեցի, չէ՞։ Չտարան, չէ, որովհետև ասում էր չավիրեն իմ iPad-ս, չավիրեն հեռախոսս, ասին չէ, չեն կավիրի։ Չգիտեմ, երեխու արձագանքներ պատճառը որ չտարան թե ինչ ախր ամոթ էր։ Իրենց 2 մետրանոց այդ մարդիկ մտել են տուն, ասում եմ, ինչ պիտի ման գային, այն ժամանակ դեռ չգիտեին ինչ են ման գալիս տանը։ Երեխեքի սենյակը մտան, դե ամբողջ տունը նայել էին, ես չէի տեսել, որ իմ հեռախոսն ու համակարգիչ չկա։ Հետո որ արդեն գնացել էին, տարել էին արկին, երեխեն ուզում էր իր հեռախոսը ինչպես միշտ զարետկա չի ունենում, հեռախոսը իման գալիս, որ տամ նայի, տեսա չկա, ասի լավ, հեսա կոմպս, բացեմ կոմպովներ, ամ կոմպն չկա, նոր հետո հասկացա, որ Տեսա Արեգն չկա։ Չէ, հետո տեսա, որ իմ հեռախոսն Հետո ասին Արեգին ասեմ գնա բերի, տեսան Արեգն էլ չկա։ Չէ, ես միշտ սպասում եմ։ Ես միշտ սպասում եմ։ Բացի այլ կարգավիճակ ունեցող մարդիկ կան խմբագրակազմից, օրինակ Դավիթ Ֆիդանյան, որ Սա շատ կարևոր իրավական հարց է։ Մարդկանց ձերբակալեցին, բաց թողեցին։ Բաց թողելը պիտի ողջունենք, էլի ասում, լավ է, բաց թողեցին։ Կարա ինչ է Հա, բայց ձերբակալեցին չեք ասում, լավ է որ բաց թողեցին, չեք առարկում։ Բայց դից էլ չհասկացանք, ոչ մեղադրանք եղավ, մեղադրանք չկա։ Այսինքն եղավ ձերբակալում, ֆորմալ առումով լինում են դեպքեր, այս քաղաքական հետապնդումները թողնենք մի կողմ, բայց լինում են դեպքեր, որ լինում է կասկած, հետո կասկածը փարատվում է։ Հենց լինում են դեպքեր։ Բայց մենք լավ չենք պատկերացնում, էլի, կասկածը դուր չբացելը, ասենք այդ ինչ մի կասկածի բան է, էլի։ Ես դեռ մի իրավական բան ասեմ։ Ես պատրաստվել էի, եթե հանկարծ Ֆիդանյանով մեղադրանք առաջադրվեր ու կալանքի հարց լիներ, ես լավ պատրաստվել էի, ուզում եի դրա մասին խոսալ։ Իմ կարծիքով ստեղ հարցը սկզբունքային է։ Քանի որ օրենքով նախատեսված է դուռը կոտրելու իրավունք, կա։ Գալիս են դուռը ծեծում են չես բացում, օրենքով ուղի գրված է կարող են դուռը կոտրել։ Այդ այլ հարց, որ հետո պարզվի, որ անօրինական է եւ այլն, փոխհատուցում, բայց դա լրիվ ուրիշ հարց է։ Օրենքով ուղի գրած է, տրամաբանական է որ գրած է։ Բա ասենք, չգիտեմ, բոլորս էլ հիմա այս քաղաքական գործերը մի կողմ թողնենք, չգիտեմ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, բա որ մարդիկ գնան հոտնես չի որ պիտի դուռը ծեծեն, ժամերով սպասեն, Ֆիդանյանը, չէ, Ֆիդանյանը գործ չունի դրա հետ։ Իսկ իրենք պարտավոր չեն նախորդ ներկայանային։ Իրենք պարտավոր են տեղեկացնել ասել, այս ինչ տեղից է, բայց նաև իրանք իրավունք ունեն անգամ 1 րոպե հետո դուռը կոտրել։ Այդ իրավունքը օրենքը նրանց տալիս է։ Չէ, հիմա ասածս այն է, որ դա ինչի համար է օրենքով նախատեսված։ Դա դրա համար է նախատեսված, որ մարդու վրա չի կարող լինել եւ չկա պարտականություն դուռը բացելու։ Եթե մեր տունը կան, օրինակ ես կարող ասեմ, ես չեմ ուզում անգամ դուռը բացեմ ձեր առաջ։ Իմ տունն է, կոտրեք դուռը։ Ես այդ քայլը չեմ անի, ձեր հետ չեմ համագործում։ Դա շատ նման է, օրինակ, շատ կարևոր իրավական արժեքի, որ մարդը իրավունք ունի իր վերաբերյալ ցուցմունք չտալ։ Դա շատ նման է դրան։ Չես կարող մարդու լեզվից քաշել։ Դե նա ուրիշից իմացի, ես չեմ ասելու, իմ ամուսնու դեմ, իմ հարազատների դեմ, ես չեմ ասելու։ Նույն ձևով կարելի է ակնկալել եւ ես համարժեք եմ ամնում, որ մարդու վրա չի կարող դրվել պարտականություն որևէ մեկի արժեվ իր տան դուռը բացել։ Հետևաբար չի կարող դա համարվել հանցագործություն։ Սա է խնդիրը, սա սկզբունքային հարց է։ Օրինակ գործընկերներ կան խոսում են, ասում են, դե գիտեք, որ եթե ասած լինեն, որ մենք ոստիկանությունից ենք դուռը բացած չլինի, դա հավանաբար կարող է հանցագործություն լինի, դեպ տենց էլ չի եղել այս անգամ, այսինքն կոմունիկացիա չի եղել։ Դեպքում չկա։ Հա, բայց իմ կարծիքով անգամ այս դեպքում մենք չենք կարող սա հանցագործություն Հիմա համարել։ կարճ ասած Դավիթի գործը հենց այդ օրը փակվեց ու Դավիթի գործը չի, Դավիթի գործը ընդհանուր գործն է, որը Նարեկի եւ Վազգենի գործն է։ Որտեղ կարգավիճակ չունի։ Որտեղ կարգավիճակ չունի, նախքին ձերբակալված, նախքիններից է, էլի Դավիթը այդ գործով։ Ես էլ մի կիսասարկաստիկ պատասխանեմ, այլ կարգավիճակ ունեին մեր շտատիվները 20 օր շարունակ, միկրոֆոնները կալանքի տակ էին, միկրոֆոնները, այլ տեխնիկան, որոնք կրիչ չէին պարունակում, տեսախցիկները եւ մի շարք մի քանի տասնյակ տեխնիկա փչացած, սարքին, որոնք որ զգուշացվել էր իրենց, որ որևէ կրիչ չեն պարունակում, բայց արգրավել եւ տարել էին։ Եվ մինչեւ հիմա այլ մի մասը դրանց վերադարձվեց, բայց ամենակարևոր հատվածը համակարգիչները, լրագրողների անձնական համակարգիչները, խմբագրության համակարգիչները, նոթատետրերը դեռ շարունակում են կալանավորված մնալ։ Դեռ մեր գույքն ամբողջությամբ չի վերադարձվել։ Ձեզ էլ շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն շատ Շնորհակալություն լուսաբանման համար։ Հույս ունենանք, որ այո։ Հույս ունենանք, որ մեդիա գործունեություն իրականացնողների հետ կապված նաև մենք իրավապաշտպաններս այսուհետ շատ առիթներ չենք ունենա ձեզնով ձեր հետ կապված զբաղվելու։
Նաև այս գործից հա կախված, որովհետև եթե իսկապես արձագանքը համարժեք լինի, հա, սա բան կա, չասում ռազմետքը բոյ է, մա թելը տեսնենք ինչ ա լինի։ Ասուլիսը ավարտել ենք։ Չենք ավարտել ասուլիսը։ Շնորհակալություն, հաջողություն բոլորին։